Ողջույն իմ շատ սիրելի հետևորդներ ջան, ինչպես եք, հույսով եմ, որ բոլորդ լավ եք սիրելիներս, այսօր միասին ինչ ենք պատրաստելու, որոշեցի պատրաստենք շատ համով սիգարետներ, դե սիրելիներս գնացինք, ինչ է հարկավոր մեզ, ուրեմն մեզ հարկավոր է թթվասեր կամ մածուն, մեկ բաժակ, սոդա, մեկ թեյի կթալ, 150 գրամ կարակ, մի 2 ճաշի կթալ էր բուսայուղ կավելացնեմ, 2 հատ ծուղ, 3 ճաշի կթալ շաքարավազ, սա էր մեր լոխումն է։ Դե գնացիք սիրելիներս, առաջի հերթին ձուն ենք խփում, ջարդում, ալյուրն էլ մոռացա, ալյուրն էլ մաղած պատրաստ, մոտներս դրած։ Հիմա ես ավելացնում եմ շաքարավազը, ասենց ավելի լավ է։ Մեկ, երկուս, երեք ճաշի կթալ շաքարավազ, մեկ պտղունց աղ, մեկ պտղունցի չափով, այս երկուսը խառնում ենք իրար լավ, ավելացնում ենք մեկ թեյի կթալ սոդա, այնս թափկված թեյի կթալ, այս չափով, և խառնում ենք։ Հիմա լցնում ենք, արդեն փրփրեց, ռեակցիայի մեջ մտավ թթվասերի հետ, սոդան։ Սիրելիներս, սիգարետը կարող եք և շերտավոր գաթայի խմորով էլ պատրաստել, ոնց ուզենաք կարող եք պատրաստել, պրոբլեմ չկա։ Սա էլ դնենք մի կողմի վրա, սա էլ խառնենք։ Մի քիչ կաթ ունեմ, պահած, ասեց կաթ է մնացել, ուզում եմ այս կաթն էլ խառնեմ, ինչ եք ասում։ Որովհետև սմետան բանը, թթվասերը, ամի սովորական բաժակի ճանճեր է, այս սրանով դե ասենք քիչ էր, իսկ թվում է կես բաժակ կաթը չի խանգարի։ Լցնում եմ նաև վանելին, այսինքն վանելինը ալյուրի հետ կլցնեմ։ Հիմա սա կհանենք ստեղից, կվերցնենք,
լցնենք կարագը։ Սիրելի հետևորդներ, ալյուրը լցնելու եմ աչքա չափով։ Չեք կարա իմանանք, որ ինչքան ալյուր է տանելու։ Մենք պետք է նայենք խմորին։ Ուրիշները չափով են անում, բայց այդ չափին ես չեմ հավատում։ 2 ճաշի կթանել բուսայուղ եմ ավելացնում։ Մակ ավելացնենք ալյուրը։ Ես աչքաչափով եմ անում, որովհետև բաժակով սուտ է, էլի ալյուր են ավելացնում։ Ես չեմ ուզում չափը ասեմ, հետո էլ անել չստացվի, ասեք ճիշտ չեղավ։ Մեկ թեյի կթանել վանելին եմ ավելացնում։ Ինքը խառնվելու է մեկը։ Հիմա բոլոր ինչ որ պետք է բոլորը լցրեցինք։ Հիմա խառնենք։ Խմորը հենց որ կպնդանա, նոր արդեն կհասնեն մեր ձեռքերը։ Խմորը շատ չենք հունցելու, շատ հունցել չի ուզում։ Մենք որ ալյուրն ու մթերքը լրիվ խառնվի իրար, երիք։ Հիմա կսկսենք ձեռքերով հունցել, սիրելի հետևորդներ։ Ստեղ կթարնենք մաքրենք ալյուրով։ Թարնենք մաքրեցինք։ Հիմա ձեռքերով ենք հունցում, որ մեջի կարագը խառնվի ալյուրին։ Ալյուր պետք է։ Ձեզ չօգնացնեմ, սիրելիներս, կմիանաք։ Սիրելի հետևորդներ, ահա եւ մեր խմորը պատրաստ է։ Մի հատ լավ հունցեցին, կարագ խառնվեց խմորի հետ, ալյուրի հետ, ստացանք այս կունդը։ Հիմա մենք կտնենք սառնարանը, կսառի մի կես ժամ կհագստանա, հետո նոր կաշխատենք։
Սիրելի հետևորդներ, քանի որ մեր խմորը հանգստանում է, մենք առիթից օգտվելով կտրտենք մեր լոկումը, բաժանենք մասերի։ Արդեն շատը կտրտել եմ սիրելիներս։ Այսպես կտորների ենք բաժանում։ Էսի լայն մասն է, սա էլ նեղ մասն է։ Նեղ մասով եմ կտրտում, որ երկու մասի բաժանեմ։ Կտրտեցինք, վերջացրենք, արդեն կես ժամը համարյա լրացել է, կբերենք խմորը։ Ահա սիրելի հետևորդներ, հիմա բաժանում ենք գնդերի։ Ոնց որ ես մեկը սրանից մեծ է մի քիչ կտրեմ, տնենք մեկի վրա։ Ձեռներից մեջ բացենք, որ ավելի հեշտ բացվի։ Հենց պիտի բացենք, որ կլոր լինի, սիրելի հետևորդներ, որ ստումա լավ եղավ։ Հիմա բաժանում ենք մասեր։
Այսօր անում ենք 3 մասի աբաժանում։ 1, 2, Սեր 3 Հիմա մեր լոխումները շարում ենք և փաթաթում ենք։ Սիրելիներս դնենք ստեղ, հետո շարենք ջեռուցի թավայի մեջ։ 4 կտոր ենք դնում։ Դնում ենք այս ծայրը տակն ենք դնում, որ կպնի, մի քիչ ալյուրով տա, տակը ավելի լավ է մի անգամից շարեմ ու նոր փաթաթենք։ Սիրելի հետևորդներ, դե արդեն պարզ եղա, սիրելիներս, մնացածը կանեմ առանց ձեզ։ Հետո որ պատրաստ կլինի, նորից կմիանանք իրար։ Սիրելի հետևորդներ, հիմա ուղարկում եմ թխելու։ Ուղարկեմ թխելու 180 ջերմաստիճանի տակ։ 180 ջերմաստիճանի տակ, մեջ տեղը, տակը և վերևը։ Սիրելի հետևորդներ, մեր սիգարետները եղել է, տեսեք ինչքան փափլիկացել է, խոշորացել է։ Հիմա շաքարի փոշի կցանենք։ Սիրուն դասավորենք ափսեի մեջ ու շաքարի փոշի ցանենք վրան։ Սիրելի հետևորդներ, այս էլ մեր կուկլա սիգարետները։ Սիրելի հետևորդներ, դե այսքանով վերջացրեցինք մեր այսօրվա հոլովակը։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, որ մինչև վերջ հետևեցիք իմ ալիքին, սիրելիներից, իսկ ովքեր առաջին անգամն են միանում իմ ալիքին, խնդրում բաժանորդագրվել, լայքել, չմոռանալ զանգակ կոճակը։ Դե սիրելիներիս, ես շատ շնորհակալ եմ բոլորիցդ, գերզանց մեկնաբանությունների համար, որ սերտիկներ եք դնում սիրելիներս, ես շատ սիրում եմ, կհանդիպենք հաջորդ հոլովակից, տեսություն ձեզ։